Վերադարձանք տաղավար լայն ժպիտով եւ դրական տրամադրությամբ Բրազիլիայից ուրիշ կերպ չենք կարող հետ գալ։ Անշուշտ Բրազիլիան հրաշք երկիր է, բայց մենք խոսում ենք հրաշք սերիալի մասին այս բանը։ Այո, որովհետեւ բրազիլիական սերիալն էլ է, չէ՞, այդպես բառը կապակցություն հաստատում։ Բրազիլիական սերիալ, բրազիլիական ֆուտբոլ գոյություն ունի եւ բրազիլիական սերիալներ։ Հա, ես նախընտրում բրազիլիական ֆուտբոլը։ Ես էլ, բայց այդ մշակութային պլաստն է գոյություն ունի։ Մեծրոպ մաշտոց ներողություն։ Շանթի եթերում շարունակվում է մի գեղեցիկոր հեռուստասերիալը, արդեն դառնալով եթերի սիրելիներից ու ամենադիտվողներից մեկը, դա կարող ենք հասկանալ նաև այն բանից, որ TikTok-յան հարթակում, Instagram-ում շատ, այսպես ասած, մեր լեզվով ասած, էդիթներ կան։ Նորից է մեծրոպ մաշտոցից ներողություն, այո։ Էդիթներ կան, այսպես սև ու սպիտակ տպավորիչով եմ, դրա մասին էլ իհարկե կխոսենք, ուստի Շանթը հրաշալի առաջարկ ունի սերիալի երկրպագուների համար, միայն ամռան ամիսներին վճարելով ընդամենը 400 դրամ կարող եք մի գեղեցիկոր սերիալը դիտել մի քանի օր շուտ դիջիթալ հավելվածով, հա, Շանթի դիջիթալ հավելվածի մասին է խոսքը, ապա մի անգամ ես վճարում 400 դրամ։ Ամիսը 400 դրամ։ Ամիսը 400, չկա այսպիսի առաջարկ, ամիսը 400 դրամ վճարելով։ Ես զառայտեր կվճարեմ, վերջ։ Շնորհակալություն։ Այդպիսի նվեր քեզ առա։ Վճարելով 400 դրամ, կրկնում եմ, Շանթի մի գեղեցիկոր սերիալը կարող եք դիտել մի քանի օր շուտ եւ սփոյլ անել բոլորին, թող իրենք էլ գնեն, որ սփոյլերից խուսափեն։ Կարելի է նայեք, ամիսը մեկ 400 դրամ վճարում եք, հետո գրազ է գալու, օրինակ ասում եք, ես հերոսը ինչ է անում, դուք գիտեք, բայց այդ մարդիկ չգիտեն։ Հա, լավ մտքեր են։ Բայց ուշադիր լինենք, որ խոսքը միայն ամռան ամիսների մասին է։ Իսկ մեր տաղավարում են սերիալի դերասանները Սարգիս Գրիգորյանը, դստեր Էվա Գրիգորյանի հետ եւ Լևոն Վարդապետյանը։ Բարև ձեզ։ Բարի լույս։ Նախ շնորհավորում ենք բոլորիդ եւ ճիշտ հասկացա Սարգիս, որ այսօր իսկապես պատմական օր է, առաջին անգամ եք ձեր աղջկա հետ եթերում։ Ես այո իհարկե ավելի շատ եմ հուզվում, որովհետև ես զգում եմ, որ իմ աղջիկը արդեն մեծացել է ու նաև իրար հետ երբ որ քաղաքում զբոսնում ենք, ես զգում եմ, որ արդեն ես երկրորդ պլան եմ ընկնում ու դա ինձ ոգևորում է, որ ես նորմալ է։ Դա իմ համար շատ կարևոր է։ Ես այսպես ասեմ։ Գեղեցիկ կանանցով շրջապատված եք, 3 գեղեցկուհիներով։ Հիմա երկրորդ պլանում արդեն իրեն ճանաչում են, ինքը արդեն կարողանում է իրեն դրսևորի ու իմ համար որպես հայր ու եթե լինեմ չափազանց անկեղծ, ինձ դուր է գալու, ես տենդենսը տեսնում եմ, որ ինքը կարա բավականին հետաքրքիր դերասանուհի լինի, եթե ինքը ցանկություն ունի։ Բայց ես հիշում եմ, ես այդ տարիներին լրագրող էի դեռևս, ձեր փոքր դուստրը եւս զբաղվում էր երգով, տեսահոլովակ ուներ։ Հիմա ավելի էտուղությամբ հետաքրքրությունները փոխվել են։ Անսամբլի ստուդիայում է ու ես համոզված եմ, ոչ թե իմ դուստրն է, այլ Պարային, հա, ինքը միշտ էլ սիրել է պարը, մայրի մոր գծով է գնացել, Մանոն էլ եղել է բարեկամություն անսամբլի պարուհիներից երկար տարիներ Նորայր Մեհրաբյանի մոտ ու Յանան էլ ոնց որ մամային չի ուզում նեղացնի այս բային ու ինքն էլ շատ է սիրում պարը, այսպես մեծ ջայլամի քայլերով առաջ է գնում անսամբլում ստուդիայում, ես համոզված եմ, որ շատ շուտով ինձ թվում է կմտնի նաև անսամբլ։ Ամտիր։ Հիմա ձեզ հարցնենք, ինչպես է այդպես հայրիկի հետ գնում եք, մոտենում են ձեզ եւ ասում են կարելի ձեր սելֆի անել։ Նաև ակտիվ TikTok-յան են եք վարում։ Պապան չի նեղվում։ Պապան չէ, ոնց ասեց հպարտանում եմ։ Չէ, մի նայեք վրեն հիմա։ Որտեվ օրինակ իմ սիրելի Արտյոմ Երկանյանը ունի այդպիսի տխուր պատմություն, որ ինքը իր որդու հետ գնում էր փողոցով Եվ մարդ մոտենում են իրեն, ինքը արդեն մտածում որ ես այդ սելֆի, մեկ էլ վայ կարելի է ինքը սենց ասում եմ ամբողջ իրիկուն սենց նեղված է իմպոստերի։ Հիմա ձեր պարագայում ինչպես է դա։ Ну, ես ինձ ված չեմ զգում, որովհետեւ ես շատ շնորհակալ եմ ինձ զգում, որ կարողացել եմ մտնել սենց սերիալ, որ ինձ ոնց որ ցույց տամ աշխարհին, ու շատ շնորհակալ եմ ինձ զգում, որ երեխեքը մոտիկանում են, նկարվում են, ու միշտ եթե նայում եք ու ինձ տեսնում եք դուրսում ու ամաչում եք, մի ամաչեք, ես երբեք ոչ մեկին չեմ կոպտում ու միշտ ուրախանում եմ, որ ինձ մոտիկանում են։ Ի տարբերություն Կիլիան Մբապեի, այո, պատրաստ է բոլորիդ նկարվել։ Այո, ու չգիտեմ, չէ, երբեք ինչ-որ տենց Պապան չի նեղացել։ Չէ, երբեք չի նեղացել, ինքն տակարակ, ասես միշտ որ մոտիկանում ես, ինձ շփթում, ասում այ վայս, դրա համար։ Դուք իսկ ասեք, Լևոն։ Նոր եք, այսինքն առաջին քայլերն է
կարելի ասել իմ առաջի քայլերն է, ճիշտ է, աշխատել եմ Շանթ հեռուստաընկերությունում նախկինում, բայց կարելի ասել այս տարիքում իմ առաջի քայլերն է սա ասպարեզում, ուրախ եմ, որ ինձ տրվել է այդ հնարավորությունը։ Հաճելի է փողոցում սկսել են արդեն հիշել, ճանաչել, այո, չի կարելի, չէ, առաջ չէ, հիմա Անկամ մի քարտով երկու հատ չես կարող։ Հետո չեն կարողանա անել։ Բանա հիմա որ օրինակ վարորդը ճանաչել եմ Լևոնին, ուզում է տենց իր կողմից նվեր անի, չի կարող, հա, փաստորեն։ Դաս մարի կողքս նստի, բայց ես դռնով Ինչի մասին է սերիալը առհասարակ եւ ինչ է կարծում, ինչի է հասարակության մեջ այս հարցը այդքան արդիական դարձել եւ սիրվել եք արդեն։ Հատկապես որ շատ թիրախային ու շատ կարևոր թեմա է բարձրաձայնվում դպրոցներում բուլինգի թեման է բարձրաձայնվում, սա կարծում շատ թիրախային է եւ իսկապես շնորհակալություն պետք է հայտնել Շանթ հեռուստաընկերությանը այս թեման, այս ֆորմատով եւս մեկ անգամ այս ֆորմատով բարձրաձայնելու համար, որովհետեւ իրապես այն ֆորմատն է, որը շատ երիտասարդներ կարծում համաձայն կլինեք ուրիշ ձևով դասախոսության եւ այլ ձևով գուցե եւ չլսեն, բայց այս ֆորմատով նշանակ լսելի է։ Ես կարծում եմ մենակ դպրոցի փոխհարաբերություններ չեն, շատ կարևոր շեշտադրություն կա ծնող երեխա հարաբերությունների մեջ, օրինակ Լևոնը իմ տղան է խաղում ֆիլմում, որտեղ իմ սխալների պատճառով երեխայի ազդեցությունը դպրոցում ընկերների հետ հարաբերություններում զգացվում է, ու ինքը թվում է թե ինքը չար է, ինքը բոլորին նեղացնում է, բայց դա գալիս է ընտանիքից, այսինքն հոր դաստիարակության, հոր, չգիտեմ, անտեղի սկզբունքայնության, չորության, չհասկանալու, լսված չլինելու պատճառով այդ ամեն ինչը գնում է դեպի դպրոց, ընկերներ, ու այդտեղ այդ հարցն էլ ստեղծագործական թիմը բավականին լուրջ դրել է տարբեր ընտանիքներից եկող խնդիրները, թե ոնց է դպրոցում անդրադառնում հարաբերությունների մեջ։ Ես կարծում եմ, որ բավականին ստացված սերիալ է, ոչ թե որ ես եմ խաղում նրա համար, այլ նրա համար, որ դա պետք է ու այդ տարիքի երեխաները, թինեյջերները ուզում եմ, որ կուզենայի, որ անպայման տեսնեին, որովհետև այնտեղ իրոք իրենց ուզող շատ խնդիրներ կա, որտեղ շատ ու շատ հարցերի պատասխաններ անկասկած կգտնեն ու կփորձեն զրուցել ծնողների հետ, փորձել հասկացված լինել, նույնը հակառակը ծնողը կփորձի հասկանալ այդ սերիալի միջոցով։ Եվ դու դպրոց ես գնացել նաև Միացյալ Նահանգներում, այսինքն կարող ենք համեմատականներ անցկացնել։ Ֆիլմում էլ է եղել Միացյալ Նահանգներից գալիս։ Սերիայից գալիս է, որ ինքը Միացյալ Նահանգներից գալիս է դպրոց։ Ինձ հետաքրքիր է, օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգների դպրոցների ֆիզկուլտուրայի դասատուները մեր ֆիզկուլտուրայի դասատուներն են անում, թե ոչ։ Այնտեղ օրինակ հետաքրքիր բան, դե ֆիզկուլտուրայի դասատու նաև կին կարա լինի, օրինակ Հայաստանում միշտ տղաներ են։ Մեր դպրոցում Ժան Ալեքսեևնա, Բելինսկո անվան Ժան Ալեքսեևնան կին էր, եւ մենք բոլոր դասերից փախնում էինք, բայց ֆիզկուլտին անպայման ու կապ չունի ֆիզկուլտը 5-րդ դասներ թե 3-րդ, կարող ենք առաջի 2-ից փախնենք, գայինք ֆիզկուլտի ու վերջի 3-ից է փախել, բայց Ժան Ալեքսեևնա դասերից երբեք չենք փախնում։ Տարբերություն կա ամերիկական եւ հայկական կրթությունում եւ երբևիցե կյանքում դուք Լևոն դուք եւ դուք Էվա բուլինգի ենթարկվել եք։ Չէ, որ ասեմ բուլինգի ենթարկվել եմ, Իսկ բուլինգի ենթարկել եք ինչ որ մեկին սերիալում հա։ Փոքր տարիքում դպրոցական հա, հիմա իմ կերպարը հենց այդ թեման է էլի ասոցացնում, ներկայիս արդիական թեմաներն է, որ խորանաս ամեն ընտանիքի կերպարի մեջ կարաս գտնես էլի հիմիկվա այդ վիճակները էլի։ Բայց դուք չեք ենթարկվել բուլինգի։ Հնարավոր է ենթարկված եմ, բայց չեք հիշում։ Հա, չեմ հիշում։ Հիմա տարբերությունների մասին եւ չի հիշել ընդհանրապես։ Տարբերությունների մասին տակ Ամերիկայում ասեմ, որ ավելի ոնց որ կրեատիվ է ամեն ինչ, ոնց բացատրեմ, օրինակ, նայեք, մենք ընդեղանում ենք տարբեր պրոյեկտներ, ասենք, չգիտեմ, դասատուն դասը ներկայացնելու համար տարբեր ձևեր է ներկայացնում, փորձում են վստահում աշակերտին։ Չէ, ուղղակի ոնց է փորձում են հետաքրքրացնել դասը։ Օրինակ Հայաստանում ուղղակի զուտ գիրք է ու տետր, իսկ այնտեղ փորձում են ինչ-որ խաղեր մտածել դասատուները, որ ինչքան կարողանան երեխայի ուշադրությունը գրավեն։ Լավ, ես մի փոքր որպես ծնող ասեմ ինչն է տարբերությունը։ Բայց դու չես սովորել։ Ես քեզ ճանաչում եմ։ Բոլոր պապաները սովորել են դպրոցում, բոլոր երեխաների հետ։ Նախ եթե 3 րոպե ուշանում եմ, ես ծնողներին SMS-ա գալի ձեր երեխան ուր է, շատ ուշադիր են երեխաների այցելության նկատմամբ։ Դա մեկ ինչը նկատել եմ։ Երկրորդ հերթին շատ հետաքրքիր օրեր կան, գիշերանոցի օր կար, բոլորը գիշերանոցով էին գնում դասի այդ օրը։ Տարբեր, չգիտեմ, դիմակ
հակահանդեսի օր կա, բոլոր երեխաները տարբեր լրիվ վարդագույն ենք հագնվում, ընկերու հետ նմանապես ես հագնվում, տենց հավես Այսինքն իրանք միավորներ էին ստանում, ասենք եթե սպորտով էին զբաղվում, հատուկ հավելյալ միավորներ էին ստանում։ Եթե մի փոքր ավելի շատ էին սովորում տարբեր առարկաներ, իրանք միավոր էին ստանում, որը հետագային բուհի համար իրանք պետքական կլինի, այսինքն մասնագիտական ուղղություն ու զարգացվածության բազմակողմանի էր ու դրա համար խրախուսում էին, գումար էին ստանում, եթե իրանք պետք է արձակուրդների ժամանակ գնային անտառ մաքրելու կամ ինչ-որ գործ անելու ու հասարակական գործունեությամբ զբաղվում ու բավական $800, $900, այսինքն բավականին լուրջ գումար։ Ահագին բան ունի սովորելու մեր ԿԳՄՍ-ը իմ սիրելի նախարարությունը, փաստորեն Ամերիկայի ԿԳՄՍ նախարարությունից։ Բայց ունենք նոր չափորոշիչներ եւ արդարության համար եկեք Բայց այստեղ են ինչ-որ բաներ սկսել անել ու բավականին հետաքրքիր։ Չափորոշիչներով, հա, եթե սերիալին անցնենք, ինչ որ բաներ կա, որ օրինակ դուք ձեր համար սցենարը կարդալիս, ասենց մտածելու տեղիք ա տվել։ Կամ ասել եք, որ կյանքում այսպես չի, օրինակ աշակերտը տենց չի խոսում, հաստատ։ Հա, միշտ իմ կերպարային սցենարները կարդալուց մտածեմ, խի եմ ես սենց անում, բայց դե ոնց կյանքում տենց է կինոյում նամանավանդ չեն կարա բացասական կերպարներ չլինեն։ Հենց այդ բացասական կերպարներն են մեզ կյանքում պետք է ինչ-որ մի բան տալիս էլի։ Տեսնենք այդպիսի կերպարը եւ հասկանանք, որ այդպիսի լինել չի կարելի։ Այո։ Բայց հետաքրքիր է, որ տարիքի աղջիկները ավելի բացասական կերպարների հանդեպ ունեն հետաքրքրություններ։ Զարա սեփական փորձից ես ասում, թե։ Խոստովանից։ Ուներ այդ ուշադրությունը զգացել եք, որ լինելով բացասական կերպար, շատ ավելի գրավիչ է։ Հա, չեմ ստի, բացասական կերպարներին իսկականից ավելի շատ հնարավոր է տեղ տան, բայց պետք է հանդիսատեսն է հասկանալի, որ բացասական կերպարներ ուղղակի կյանքում թեկինեմ չեն կարա չլինեն, էլի։ Պետք է Ես մի քիչ հետ համաձայն չեմ, դու բացասական կերպար չես։ Դու այն հետևանքի արդյունքն ես, ինչը քեզ դարձնում է բացասական կերպար։ Եթե ես քո հետ մի քիչ նորմալ վարվեմ ու փորձեմ քեզ հասկանալ ֆիլմի մեջ, դու բացասական կերպար չես լինի։ Դե միգուցե սցենարը վերջում այդպես Դեգո ջան, մեր երեխաները մեր հայելին են։ Այո, իհարկե։ Իհարկե, հիմա Էվան այնպեսին է, ինչպեսին որ ստացել է տանը դասերակցություն կամ այն խորհուրդները։ Հիմա ինչի է ինքը չար։ Ինչի։ Թող նայեն ու կտեսնեն, թե ես ոնց եմ շփվում իմ երեխայի հետ, արդյոք ես իրան լսում եմ։ Նայեք եւ տեսեք, թե ինչպես են փոխվում այդ հարաբերությունները, դա էլ է շատ կարեւոր եւ մեկ անգամ հիշեցնենք, որ միայն ամռան ամիսներին ընդամենը 400 դրամ վճարելով կարող եք դիտել այս ձեր սիրելի սերիալը էլ ավելի շուտ, քան այն մարդիկ, որոնք որ այդ 400 դրամը չգիտես ինչու որոշել են ուրիշ բանի համար ծախսել։ Ուրիշ բան է Անգլիա հետաքրքիր։ գնալու համար։ Դերասանուհին գլխավոր ինքը այնպեսին է, որ ես չէի կարծում, որ այդպիսի աղջկան գուցե եւ ենթարկեին բուլինգի, կոնվենցիոնալ ստանդարտներով շատ գեղեցիկ հոգի է, նա եւ մեկնաբանությունները, հիմա ես դա ասում, ինչի, որտեղ մեկնաբանություններ էին գրում, որ բայց իրեն քո սիրած թեմային Instagram եւ TikTok։ Բուլինգ չէին անի, Չէ, ես ասեմ, որ չէ, երեխաները չար են, չարություն կա երեխաների մեջ եւ մի սովորաբար մենք որ ասում ենք բուլինգ, մտածում ենք, որ բուլինգի են ենթարկում միայն գիրուկներին կամ միայն այն խելացի սովորողներին, բայց դա այդպես չի, շատ դեպքերում նաեւ գեղեցիկներն են։ են։ Իհարկե, որովհետեւ մեկը ապահովագրված չէ, բայց ես զուտ մեկնաբանություններն եմ ասում, որ այդպիսի մեկնաբանություններ կային, ձեր կարծիքը այս թեմայի հետ կապված։ Դե իրական կյանքում Մարալը դերասանուհին շատ սիրուն է։ Ես մի անգամից վերանդեսա զարմացա ոնց են այս աղջկան իրեն գեշ սարքելու ու միջև ես չեմ համարում որ ինքը գեշ է։ Իսկ մողակ իրեն բուլինգի են ենթարկում, որովհետև ինքը ոչ սովորական է հագնվում, այսինքն շատ ստարամոդնի է հագնվում։ Երևի դրա համար։ Վինտաժ շատ են իրականություններով, բանով, բայց այնց ինքը ես սպասում եմ այն մոմենտին, որ ինքը սիրունանա։ Ինձ թվում է այդ մոմենտ պետք է լինի։ Այ հայկական դպրոցներում լինում են, օրինակ ամերիկյան ֆիլմ եթե լիներ, անպայման կգար պահը, որ գնալու են դպրոցական այդ բալին, չէ, պարահանդեսին եւ այնտեղ որ վաու։ Աղջիկը ակնոցը հանում է, շատ այսպես մեդիայի կարծրատիպերից է, որ ակնոցը հանում է եւ վերջ մի անգամից դառնում է շքեղ գեղեցկուհի։ Իմ մեր գործընկերուհին Հասմիկը եւս խաղում է, Հասմիկ Խոջյանը։ Հասմիկի հետ էլ կարող ենք առանձին խոսալ այս սերիալի մասին։ Ինչ սովորեցիք, ինչ տվեց դա ձեզ որպես մարդ, որպես երիտասարդ, որպես որ չգիտեմ մարդ, որը որ կարող է այդ ամեն ինչի հետ առնչվի, ձեզ եմ հարցում եւ իհարկե Սարգսին որպես ծնող, որ ինչպեսին կարելի է լինել, ինչպեսին չի կարելի լինել։
Ինչ որ բաներ սովորեցրեց դες։ Սերիալը։ Այո։ Դա պարտավոր պետք չի մարկանցի բուլինգի ենթարկել ու որ ամենակարևորը իմ կարծիքով դպրոցում լինել ընկերասեր, այդ եմ ես շատ հասկացել ու չփորձել անդադ ինչ որ վատը գտնել բոլորի մեջ։ Լևոն դուք ինչ եք սովորել։ Հա ինքը ամեն կերպար սենց իր մեջ գտնում է բանը լինել, որ պետքա սենց լինել, հանդիսատեսը որ ամեն ընտանիք ավելի լավ սկսի ուսումնասիրել, ինքը բաներ հաստատ ավելի པարզ կլինի իր համար ու այս ֆիլմը ինքը իրանով հնարավորություն է թե մեզ թե ին նման երիտասարդ դերասանների նոր ներգրավել այս սերիալում ավելի շատ փորձ ձեռք բերեն ու իր համար առաջի քայլեր ստանան։ Ես Ընդհանրապես չնայած դեռ նոր են, դեռ այդքան շատ չեն նկարահանումները եղել, բայց մի շատ հետաքրքիր բան եմ նկատել, որ այս թիմը երիտասարդների մեծ ցանկություն ունի իրար հետ կարողանալ ընկերություն անել, փորձում են մեկը մյուսին օգնել։ Ու ես երբ որ ընդգրկվեցի ու ինձ համար շատ հետաքրքիր էր սցենարը, որ խոսեցինք ռեժիսորի հետ, սցենարիստի հետ, հասկացա, որ ես ուզում եմ նաև ոչ միայն որպես ծնող, այլ որպես դերասան թինեյջերների համար ինչ-որ մի ասելիք ունենամ։ Ու իմ մեջ որդեգրեցի եմ, որ ես էլ որպես ավագ դերասան փորձել եմ իմ օրինակով օրինակ, երբ որ գնում եմ, ես նստում եմ ու սկսում եմ այնտեղ գիրք կարդալ։ Այսինքն ես ուզում եմ, որ նաև ինչ-որ բանով ուսուցանեն, որ ոնց պիտի զբաղվեն ազատ ժամանակ, ոնց պիտի շփվեն միմյանց հետ, ոնց պիտի հանդուրժեն մեկը մյուսին։ Ես կարծում եմ, որ իրենք դրանից կօգտվեն։ Այն դերասանները, ավագները ու բավականին հետաքրքիր կերպարներ կան, կսովորեն ու նաև մենք էլ պիտի ամեն ինչ անենք, որ իրենք լինեն ընկերասեր, որովհետև շատ լավ երեխեք են հավաքվել։ Այդ Էվայի պատմածով, որ ինքը սկզբից ասում էր նեղված էր, բայց հիմա չի էլ ուզում նկարահաման հրապարակից տուն գա։ Նույնիսկ վերջացել է, ասում է՝ «Պապ, դե երբ ուզում ես արի ինձ տա»։ Այսինքն դա նշանակում է, որ իրան հետաքրքիր է մնալ այնտեղ։ Ու իմ համար դա շատ ողջունելի է։ Ես շատ եմ ուզում, դեռ երկար կա սերիալին, 2-3 ամիս էլ դեռ հաստատ կա։ Ես ուզում եմ, որ այդ ընթացքում մենք տեսնենք, որ իրենք իրոք դառել են մի մեծ դպրոցական եւ ընկերական ընտանիք։ Բայց դրա մասին խոսան, որ papan ասաց, ես սկզբում շատ էի լարվում, մինչև դե իրանք սկսել էին ավելի շուտ նկարանվել, քան ես, դες ավելի ուշ եմ մտել սերիալ։ Հետո Ամերիկայից եկած քո խնդիրներով էլ ես եկել այնտեղ մի քիչ ուրիշ էր։ Ես շատ լարված ինձ թվում էր, որ իմ մոտ ես քանի որ իմ դասակով շատ ամաչկոտ մարդ եմ, ու ես օրինակ երբեք չեմ գա առաջինը չեմ խոսա, որտեվ շատ եմ ամաչում, ես վախենում եի, կարող եմ ու ստոցվի ինչ որ սխալ գնովալ լինի, դրա համար շատ էի լարվում։ Բայց հետո որ գնացի, այնց բաց երեխեք են իրանք, լուրջ եմ ասում, որ միշտ գալիս են, շփվում են, միանգամից քեզ նենց են անում, որ դու զգաս, որ դու այդ մարդկանց հետ մտերիմ ես։ Դրա համար շատ ուրախ եմ, որ հենց այն երեխեքի հետ եմ խաղում, ովքեր կան։ Մի խոսքով շատ առողջ մթնոլորտ է նկարահանման հրապարակում, որը համոզված ասում են փոխանցվում է նաև եթերում։ Դե ինչ, դիտեք, սերիալը շնորհակալություն, որ եկել եք մեզ մոտ այսօր, եւս մեկ անգամ հիշեցնենք, որ ընդամենը 400 դրամ վճարելով մեկ ամսվա համար կարող եք ձեր սիրելի սերիալը դիտել երկու օր շուտ եւ մի գեղեցիկ օր կստանաք Էմի, Օսկար եւ կլինեք էլ ավելի լավ, քան ձեր ծնողները։ Ես ուզում եմ կյանքի հատուկ ողջունել Անին Մաղաքյան սերիալի Դու ֆանատ սցենարիստին։ ես ոնց որ սերիալի։ Так։ Անի գործունեության երկրպագուն է, մշտապես Անին առանձնանում է սերիալներում իր մոտեցմամբ, իր թիրախային հարցերի բարձրացմամբ եւ այդ հարցերը բարձրացվում են շատ առողջ ձևով։ Եվ Շանթը շատ կարևորում է խոսել այն ամենի մասին, ինչի մասին ցավոք սրտի շատ դեպքերում պետք է բարձրաձայնել, բայց մենք չգիտես ինչու գլուխներս ջալենպես կողում ենք ավազի մեջ։ Եկեք բարձրաձայնենք, խնդիրները տեսնենք եւ լուծումները ստանանք։ Շնորհակալություն դերասաններին, այս պահին մեր մոտ Շանթա Գովաստ, գնացինք։